Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում բացված ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի ժողովրդական նկարիչ մանկավարժ Հակոբ Կոջոյանի 142-ամյակին։ Ներկայացված է Կոջոյան կրթահամալիրի սաների 31 աշխատանք։ Ցուցահանդեսը վերնագրել են Կոջոյանը կոջոյանցիների աչքերով։ Կոջոյանի ստեղծագործությունները 21-րդ դարի քաղաքացիների ստեղծագործող քաղաքացիների աչքերով, ինչպիսին են իրենք տեսնում Սասունցի Դավիթը, Մունետիկը, մյուս գործերը, Կոջոյանի գրքի ձևավորման ստեղծագործությունները, մենք հենց մեր խնդիրը կայանում էր նորովի ներկայացնելը, մեր խոսքը ասելը եւ հայ հանրությանը եւս մեկ հնարավորություն տալ, որ բացահայտեն Հակոբ Կոջոյանին, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության զինանշանի հեղինակներից մեկը։ Ոգեշնչված Կոջոյանի գործերով աշակերտները ներկայացրել են ստեղծագործական իրենց ուրույն մոտեցումները, որոնք անտարբեր չեն թողնում այցելուներին։ 16-ամյա Էրիկ Թորոսյանը կոլաժային տեխնիկայով ամսագրերի կտորներից Սասունցի Դավթի պատկերն է հավաքել։ Օգտագործել եմ մեթոդիկան կոլաժը եւ օգտագործել եմ որպես նյութ տարբեր ամսագրեր։ Քանի որ ինչքան մենք գիտենք, Սասունցի Դավիթը այն հերոսը, որը գալիս է էպոսից, իսկ էպոսը ժողովուրդն է մշակում ու ստեղծում։ Քանի որ ամսագրերը կարծես թե ժողովրդի ստեղծագործություններն են, ժողովրդական է, շատ հասարակական է։ Ուզեցա կապը ստանալ Դավիթի միջև եւ ժողովրդի։ Սասունցի Դավթի մեկ այլ նկար էլ գրավեց մեր ուշադրությունը։ Հեղինակը 14-ամյա Սեդա Աբրահամյանն է, համադրել է էպոսն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Նկարից մեջ ես պատկերել եմ Սասունցի Դավթին, իր նժույգի վրա այդ ընթացքն եմ նկարել։ Քանի որ ինքը մի քիչ արագ է սլանում, որոշել եմ քառակուսներով անել, որը sense կնշանակի, որ ինքը մի պահ կախել է այդ նկարի մասը։ Սև ու սպիտակ կարել եմ ձիուն ու նժան, որովհետև ինքը պետք է տարբերվի ֆոնից, ինչ-որ բանով, եւ ֆոնը գունավոր եմ արել, որ ավելի տարբերվող լինի հեռվից։ Ռուզաննա Երեմյանի խոսքով վարպետի հանդեպ նոր սերնդի մեծ հետաքրքրությունը վստահություն է ներշնչում, որ Կոջոյանը կապրի այնքան ժամանակ, որքան կգործի նրա անվան կրթօջախը, զարկ տալով արվեստի զարգացմանը։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։